յուրաքանչյուր ազգ երկրորդ համաշխարհայինում հաղթանակը տոնում է, դիտարկում է, ընկալում է, հիշում է իր ծիրից։ Որոշ երկրների պարագայում նույնիսկ հիմնական տոնախմբության օրերն են տարբերվում իրարից։ Ուստի հարց ունենալ, թե ինչի համար է կապվում այս հայտարարությունը Շուշիի ազատագրման հետ, իմ համար անհասկանալի է, որովհետև դրանք հայ ժողովրդի, մեր բոլորից, այն բոլոր մարդկանց, ովքեր իրենց ինքնանույնականացնում են հայ ժողովրդի հետ։ Հաղթանակներից երկուսն էլ փառահեղ։ Եվ գիտեք, դուք երևի տեղյակ չեք, բայց մինչև 18 թվականը կյանք ա եղել։ Ու մինչև 18 թվականը մայիսի 9-ը կոչվում էր եռատոն։ Դուք էլ մի քիչ փորձեցիք դա տոնել, բարում էիք, Շուշիում հայտարարություններ էիք անում, բայց հետո իսպառ մոռացաք։ Ես ուզում եմ հասկանալ, ինչով է պայմանավորված այդ մոլուցքը ջնջելու հայ ժողովրդի հաղթանակները։ Որտեվ հիմա դուք դրանով եք զբաղվում, դուք ասում եք, չէ, պետք չի հիշատակել, պետք չի այս հայտարարությունը իմաստ չունի եւ այլն։ Սա մեր հաղթանակներից մեկն է։ Իսկ մեր հասարակությունը, մենք բոլորս, այն մարդիկ, ովքեր հիմա նայում են, կարծում եմ գտնվում են 20 թվականից հետո այնպիսի իրավիճակում, որ այո, մեզ պետք է հիշել մենք երբ ենք հաղթել։ Հիշել ու հպարտանալ դրանով, հիշել ու ինքնանույնականացնել ինքներս մեզ այդ հաղթանակներին։ Ես չեմ կարծում, որ դահլիճում կլինի մարդ, ով կվիճարկի այդ պնդումը, եթե լինի լավ չի։ Հարցին, թե ինչի հիմա է դա արվում, նախ պարոն Աղաջանյանը դրա մասին խոսեց, 80-ամյակը առաջի անգամ է ժողովուրդ։ Մինչև այդ 80-ամյակներ չեն եղել։ Երկրորդը 70-ամյակի ժամանակ մեր զորախումբը, որպես հաղթանակի իր բաժինը ունեցած երկրի զորախումբ, քայլելա զորահանդեսի ժամանակ։ Ինչի համար է այս հայտարարությունը արվում ու այդ թվում նաև ինչի համար է այս հայտարարության մեջ նշված Շուշիի մասին, որ ձեր կուսակցության անդամը, թե համակիրը, չգիտեմ, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չասի, որ եռատոն չի։ Այ դրա համար է արվում, նաև։ Որ չանարգի են մարդկանց զոհությունները, որոնք արել են, ինքը լինելով այդ հող ու ջրի զավակ։ Բայց ասել, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը չպիտի ինքնանույնականացնի իրեն այն հաղթանակին, որի համար 300,000-ից ավել զոհ ա տվել, հիմնվելով նրա վրա, որ եղել են բռնաճնշումներ, իմ ընկալումից դեմ է, դուրս է։ Ես ուզում եմ հասկանամ, ինչի եք ուզում մտցնել այս հայտարարության մեջ, Խամփերյանցի ահավոր դիպվածը, ճակատագիրը, ոնց ուզում եք ձևակերպեք, փաստը ահավորը։ Այսինքն դուք համարում եք, որ երբ որ ազգային ժողովը հայտարարություն է տարածում հաղթանակում մեր ունեցած մեծագույն դերակատարման մասին, դա ու Շուշին, Շուշիի հաղթանակը իրար հետ նույն կապ ունեն, ինչքան բռնաճնշումները խորհրդային միությունում։ Կներեք Տիկին Կարապետյան, սա սովորաբար ձեր տեքստն է, բայց ես խորը կասկած ունեմ, որ ձեր այսօրվա ելույթները ուղղված էին հաջողացնելու այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնին կամ վերպետական կազմակերպության։